Դուք այն քաղաքացիներից մեկն եք, ով հեծի պատճառով զգալի վնասներ է կրել, հեծի անփութություն, ասենք կամ ինչպես կուզեք ձևակերպումը տվեք, իրենց պատճառով համենայն դեպս ձեր տեխնիկան շարքից դուրս է եկել, կասեք ինչ վնասներ եք կրել այդ տատանումների հետևանքով։ Ուրեմն տեսեք, տադարումները բավական հաճախ են եւ բավական երկար ժամանակ է արդեն տեղի ունենում հոսանքի։ Սա ենթադրություն կամ կուշագություն չեմ անում, մասնագետն եմ հրավիրել, սարքով չափել են ու ոչ միայն ես, մեր թաղամասում մի քանի բնակարանների հոսանքի այդ տադանումների արդյունքում չափումներ ենք իրականացրել եւ ասեմ մի քանի վայրկյանվա ընթացքում 260 վոլտ է լինում, հետո իջնում է 160, 180, 210, այսինքն մի րոպեվա ընթացքում 3-4-5 տարբեր թվեր է ցույց տալիս ու գրեթե 80-ից 100 վոլտի տարբերություն է լինում։ Բնականաբար տեխնիկան չի կարող դիմանալ ու չի կարող այդ տադարումներին սարքին մնալ։ Կոնկրետ իմ պարագայում հեռուստացույց է փչացել, որը այս պահին գտնվում է վարպետի մոտ, վերանորոգման փուլում է, փչացել է ջրատակացուցիչ սարք, որի պահեստամասը պատվիրել ենք, որ արտերկրից կա Գյումրիում կամ Հայաստանում չեմ կարողացել գտնել, ու իրենք բավական լուրջ ֆինանսական արժեքներ ունեն ու բավական լուրջ ֆինանսական կորուստներ եմ ունենում։ Նաև որոշ ժամանակ առաջ լվացքի մեքենան է փչացել, նորից վերանորոգեցինք ու այսպես շարունակ ու վստահ եմ, որ դեռ կշարունակվի տեխնիկաների փչանալը, իսկ հիմա ժամանակաշրջանը այնպիսի ժամանակաշրջան է, որ առանց այդ տեխնիկաների բնականաբար ընտանիքի բնականոն կյանքը հնարավոր չէ շարունակել կամ ունենալ։ Դուք այս խնդրի մասին տեղյակ պահել եք հեծ ղարս մասնաճյուղում։ Ճիշտն ասած, լվացքի մեքենայի փչանալու ժամանակ մի քանի անգամ դիմել եմ, նաև ասեմ համակարգիչ էլ է փչացել, համակարգչի մոնիտորը փչացել, ժամանակ նույնիսկ դիմումներ գրեցի հետ, շատ գնացի եկա, բայց զգացի, որ անարդյունք է, ուղղակի իմ ժամանակն եմ ծախսում եւ առողջությունը ներվերն եմ քայքայում։ Լվացքի մեքենայի ժամանակ էլ մի քանի անգամ գնացի եկա, բայց պատասխանը այն է, որ գիտեք, եկեք ապացուցեք, որ հենց այդ պահին, հենց այդ փչանցումը եղել է տադարման ժամանակ կամ տադանումը եղել է, դիմեք տադարան, տադարանով ձեր հարցը լուծեք։ Իսկ տադական համակարգը Հայաստանում գիտենք էլի մի քանի տարի տատ գումարների ծախսում, նորից գումարների վատնում, ժամանակի վատնում, բնականաբար իմանալով հանդես հանգիստ ասում են, հա, ապացուցեք, գնացեք դիմեք տադարան։ Իսկ այդ սովորական քաղաքացու համար արդեն իսկ գլխացավանք է։ Վերջի անգամ ես մի քանի օրվա ընթացքում, որ շարքից դուրս եկան, բնականաբար զանգով եմ խոսել այդ հետցի թեժ գծի հետ կապված, բայց կոնկրետ ղարս մասնաճյուղ չեմ գնացել կամ զանգով այնտեղից համար չգիտեմ, որ կարողանամ կապ լինեմ, որովհետև գիտեմ արդեն իրենց պատասխանը, ստանդարտ գնացեք, ապացուցեք, ով ասեց, որ մեր պատճառով է եղել, մեր պատճառ չի եղել, կարող անսարք է եղել, չգիտեմ, այսինքն այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ ապացուցողականությունը բնականաբար մնում է քաղաքացու վրա եւ ես երևում արդեն դա բավական լուրջ խնդիր է ու մարդիկ նույնիսկ այսպես ասած գլխի տակ չեն դնում, որ իրենց հանք ժամանակը ծախսեն նման բաների համար ու ստիպված ֆինանսական կորուստներ են կրում։ Երբ հեծը խլում էին Սամվել Կարապետյանի ձեռքից, մոտավորապես այս խնդիրների մասին էր բարձրաձայնվում վարչապետի մակարդակով, որ ինքը մարզային այցելությունների ժամանակ շատ է լսում քաղաքացիներից տարբեր բողոքներ, որ հեծի տատանումների հետևանքով զգալի վնասներ են կրում եւ այլն եւ այլն, այսինքն դուք որպես քաղաքացի հիմա ինչպես եք գնահատում հեծի աշխատանքը, երբ այսպես ասած այդ ռազմավարական նշանակության կառույցը հայտնվել է քպականների ձեռքում։ Տեսեք, եթե հաշվի չառնենք այդ ռազմավարական նշանակության, պետություն, չգիտեմ, այդ ամեն ինչը, եթե կողքի դնենք, չնայած դա ավելի կարևոր է, քան ինչ-որ մի տեխնիկայի շարքից դուրս գալը բնականաբար, բայց որպես զուտ քաղաքացի, եթե հաշվի առնեմ, որևէ բան չի փոխվել դրական դա միանշանակ, իսկ բացասական հաստատ փոխվել է բացասական, որովհետև ավելի հաճախ են նույն այդ հոսանքի տադարումները, հեծը երբ գտնվում է տաշի ընկերության տիրապետության տակ, բնականաբար էլի կային խնդիրներ, բնականաբար իդեալական չէ որևէ բան,
Եթե փոփոխություն եղավ, վերցրեցին, խլեցին, չգիտեմ, ինչ միջոցներով, քաղաքական թե ոչ քաղաքական նպատակներով, պետք է մի քանի անգամ բարելավել ամեն ինչը, որ քաղաքացին զգա եւ ասե, որ գիտեք ինչ, գոնե այս ամեն ինչը բարելավեց, որ խլեցին, բայց ոչ միայն չի, արդեն չբարելավել է խնդիրը, ու մնաց ավելի վադի գնալը, ավելի հաջախակի լինել է այդ նույն խնդիրները։ Ինչպես եք դուք գնահատում հետի աշխատանքը։ Ես նկատի ունեմ Շիրակի մարզի, կոնկրետ Գյումրի քաղաքի մասնաճյուղի աշխատանքը։ Գիտեք, որ Սարիկ Մինասյանը ասում է բարեփոխումներ է իրականացնում, զուգարաններն է հաճախ նկարում, տեղադրում։ Տեսեք, ճիշտ ասած համացանցով տեսել եմ զուգարանների վերանորոգումը կամ կառուցումը, շատ գովելի է, շատ լավ է։ Տեսել եմ բագի բարեկարգումը, չգիտեմ, ձյան մաքրելը, ամբողջ համացանցը սփռված է դրանով, դա շատ լավ է, բայց դա որևէ հետի աշխատանքի, այսպես ասած, դրական կողմ ներկայացնել չեմ կարող, որովհետև հետի աշխատանքի դրական կողմ պետք է եսի մաշկի վրա զգամ։ Իսկ հագարակը եսի մաշկի վրա զգացել են ֆինանսական բավական մեծ կորուստներ տեխնիկայի շարքից դուրս գալու պատճառով, էլ չասեմ, որ նորից ամբողջ համացանցում տեսնում եմ հարյուրավոր հազարավոր քաղաքացիներ, ովքեր դժգոհում են հավելագրումներից, գումարի էլեկտրաէներգիայի ծախսի ավելացումից, ինքս ճիշտ ասած վստահ չեմ կարող ասեմ իմ մոտ կա այդ հավելագրումը թե չկա, ես կասկածներ ունեմ դեռ, քանի որ անցած տարիներին օգտագործել եմ հոսանքը, այս տարի արդեն արևային կայան ունեմ, արևային կայանով եմ օգտագործել, դեռ չեմ կարող համեմատել մեկը մեկի հետ, ինչքանով է ավելացել, ինչքանով չէ։ Մի որոշ ժամանակ անց արդեն բնականաբար դրա համեմատություններ կունենամ ու արդեն իմ պահով հստակ կարող եմ ասեմ, բայց որ քաղաքացիներից նման բողոքներ լսել եմ բազմաթիվ անգամ, դա փաստ է։